Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին, թանկագիններս։ Այս վլոգը, որ ես նկարում եմ, ապրիլի 7-ին եմ նկարում, թե երբ կհրապարակեմ, չգիտեմ, բայց ես այժմ գնում եմ իմ սիրելի Մարաշի, քանի որ ինձ հրավիրել են այնտեղ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ հավաքելու քաղցրավենիքների հավաքածու ինձ համար։ Ու ես որոշել եմ, որ այդ քաղցրավենիքների հավաքածուն հավաքելու եմ ու նվիրեմ Վահանիս այն գեղեցկուհիներին, ովքեր պարապում են Վահանիս հետ։ Եվ մի խոսքով ինձ համար ավելի կարևոր մարդկանց, այսպես ասեմ։ Ճիշտ է, պլյուս 1000 դրամ առաքման գումար։ Շատ լավ համեցեք։ Արագիադը հիմա տանում Կարապետումներ, արի ես սենց նայեմ, էլի կարապետումներ սինդիկացել այո։ Շնորհակալ եմ շատ, հարգելներս։ Տեսեք, շնորհավորում եմ համել։ Ճիշտ է, փակվում է մի ամսյակը, բայց մեր համար միշտ էլ տոն է, գիտեք։ Լավ մնացեք, հաջողություն։ Ասել եմ, չէ, Վահանը մի հատ ուրիշ բանի էլ է գնում, բայց հələ քանի որ այդ ադապտացիոն փուլի մեջ է, չեմ ուզում ասել ուրախանամ էլի, դրա համար երկու տարբեր տեղեր եմ տանելու այս քաղցրերը։ Հիմա կգնամ մի տեղ, Վահանից կվերցնեմ, հետո կգնանք մյուս տեղ։ Պարապմունքից դուրս է եկել, նա շատ է սիրում ուտել փափուկած ու ես իր համար միշտ տանում եմ։ Այս կատուն էլ հավանեց Վահանի հացը։ Այսպես անենք, թող քամին չխանգարի իմ տղա։ Միջելուց վերջապես եղանակը ինձ հնարավորություն ընձեռեց հագնել իմ այս կիսաշրջազգեստ շորտը։ Թանկագիններս, ուրեմն Վահանին մի տեղից վերցրեցի, մի պարապմունքներից վերցրեցի, տարա մյուս տեղ։ Խանութից հետս բերեցի ժելատին եւ շոկոլադ, մի քանի պարագաներ եմ շարել, որպեսզի պատրաստեմ շոկմանժե։ Ամուսնուս քույրն է մեզ հյուր գալու, ուզեցի մի համով բան պատրաստեմ, սա ոնց որ լավ առիթ կլինի։ Ովքեր ցանկանում են մեկնաբանությունների բաժնում գրեք, ես այդ տեսանյութը, որտեղ բաղադրատոմսը ներկայացնում եմ, կդնեմ հղումը, կտեսնեք։ Ես ուղղակի պատրաստեմ, բայց միացին զրույց ենք։ Հարգելիներս, ես այստեղ մի հատ կոպտագույն սխալ թույլ տվեցի։ Սպիտակուցը դեղնուցի հետ խառնեցի, ճիշտ է, մարդ չի մահանա դրանից հաստատ, բայց դուք տենց չանեք, առանձին կանեք։ Շուխուրից պրծանք։ Հիմա խոսենք իրար հետ արդեն։ Նախորդ իվենթի վլոգը չէ, այն առաջվա վլոգում, որ պատմել էի, որ ես ամեն իվենթի չէ, որ գնում եմ, կոլեգա բլոգերներում, այդպես վիրավորված գրել էին, էլի, բա ինչի համար ես տենց ասում։ Երբ որ ինձ հրավիրում են իվենթի, հետաքրքրվում եմ հյուրերով։ Կամ հենց մի անգամից պարզ տվյալ իվենթ մեյքերին խնդրում եմ ինձ տրամադրի հյուրերի ցանկ, կամ այլ ճանապարհներով ճշտում եմ, թե ովքեր են հյուրերը, որովհետև դու այդ մարդկանց հետ նույն տարածքում ես գտնվելու։ Ու քեզ ինչ տեսակ մարդկանցով դու շրջապատում ես, հաջորդ այդ տեսակ մարդը դու ես ուրեմն։ Եվ ինչի համար եմ ես սենց ասում, ուրեմն մի հատ շատ հետաքրքիր բան եմ նկատել։ Երբ որ տվյալ իվենթին ներկայ են լինում այնպիսի հայտնի մարդիկ, ովքեր որ իրենց հայտնիությունը ձեռք են բերել
հեռուստատեսության միջոցով, երաժիշտներ են, դերասաններ են, լրագրողա հեռուստատեսային, այսինքն այդ մարդիկ ճանապարհ են անցել, որոշակի ժամանակահատվածում ձեռք են բերել հանրային ճանաչելիություն։ Սա ձուներ մի քիչ շաքարավազով, սա շոկոլադն է կարագով։ Ուրեմն այդ մարդկանց վարքագիծը կտրականապես տարբերվում է այն մարդկանց վարքագծից, ովքեր վերցրել են տեսախցիկը, նկարել են ինչ-որ մի տեսանյութ, որպես կանոն դա պետք է լինի անիմաստ իրենց ոչինչ չասող տեսանյութ, որ հայտնվի ռեկում պարտադիր պայման է դա։ Այդ տեսանյութը տարածվում է ամբողջ համացանցով մեկ, մարդիկ սկսում են իրեն ճանաչել, հայտնվում են պարզապես ինչ-որ մի իվենթի ու սկսում են իրենց չափազանց շոտ sense կարևոր մեծ մարդու տեղ դնել, թե իրենց վերաբերմունքը, թե իրենց պահվածքը, թե կարծիքը իրենց մասին, հայտնի աստղերի համեստություն այդ մարդկանց եւ դիմացինի հետ հասարակ շփվելու կարողությունը։ Առհասարակ հայտնի մարդիկ չմոռանան, որ ես նախքան բլոգինգ մուտք գործելը, նախքան համացանցում գործունեություն ծավալելը, ես շատ լուրջ զբաղվել եմ բեմական գործունեությամբ։ Տարբեր հեռուստա եթերներում, ուղիղ եթերներից սկսած հրավիրված որպես հյուր մասնակցել եմ։ Սա կոնյակն է բանով, ժելատինով։ Այսինքն ես դեռ շատ վաղուց հնարավորություն ունեցել եմ հայտնի մարդկանց հետ նույն բեմում հայտնվելու, նույն նկարահանման հրապարակում հայտնվելու, միասին հեռուստա եթերների դուրս գալու, այն ինչ բլոգերները սկսում են անել բլոգինգով հայտնի դառնալուց հետո, ես այդ этаպները շատ վաղուց նախքան բլոգինգով զբաղվելը արդեն անցել եմ։ Դրա համար էլ, երբ որ ես սկսել մի անգամից հայտնվեցի իվենթներում, որտեղ բլոգերներ են, այդ մարդկանց կարծիքը իրանց մասին ու այն մարդկանց կարծիքով ես ճանապարհ են կերտել, ես ուղղակի sense զարմացած եմ, ոնց կարան այդքան տարբեր լինեն մարդիկ, բայց որ այդ մարդկանց հրավիրես նույնիսկ կոյուղու բացման արարողության, վազելով կգնան։ Ինչա թե իրանց հետևորդներն ասեն, այսօր հրավիրված ենք կոյուղու բացման արարողության, որ իրենց կարևոր մարդ զգան։ Դրա համար եմ ես ասում, որ ամեն իվենթի չեմ գնում։ Վահանից մասնագետներ տեսանյութ ուղարկել, Վահանից, ոնց Վահանը մասնակցում պարապմունքներին, էդ էին այն։ Հիմա բերեմ տարաները լցնենք սրանք։ Այն իմ սիրելի տարաներն են։ Այստեղ հնդկական պոպոկ ունեմ, սա հիմա կմանրացնեմ, կլցնենք մեջը կամ վրան զարդարելու համար, տենց էլի համեղ կլինի։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ առհասարակ համեստությունը դա արժանիք է։ Մեծ արժանիք է։ Ուշադիր եղեք կտեսնեք, այն մարդիկ, ովքեր տեսած են այս կյանքում, իրոք տեսած են, հա, այսինքն շփվել են բարձրխավի մարդկանց հետ, կրում են թանկարժեք հագուստ, սնվում են ընտիր, օգտվում են բրենդներից եւ այլն, որպես կանոն այս մարդիկ դրա մասին երբեք չեն շեշտում ու շատ ավելի համեստ են ու իրancs հետ շփվելը ավելի հեշտ է։ Իրենց ներկայությամբ հանգիստ կարող ես ուտել այնպես, ինչպես ուզում ես, խոսել այնպես եւ այն ամենի մասին, ինչի մասին այդ պահին դու ուզում ես եւ դա հաստատ չի օգտագործի քո դեմ, չգիտեմ, պահել քեզ այնպես, ինչպես ուզում ես, ազատ ուրախանալ, ծիծաղել, հանգիստ լինել, որտեղ այդ մարդիկ ինքն տեսած են այս աշխարհում, որ չեն ֆիքսվում մանրուքների վրա, վայ Մարիամիս մի մազը բիզ էր, տեսար, սենց բռնեց պատառաքաղը, տեսար, սենց խոսեց, տեսար, դեմքի մի կան սենց էր հագած, տեսքը սենց էր, տեսքն հենց էր։ Նման բաների վրա կենտրոնանում են այն մարդիկ, ում աշխարհայացքը այսքան է։ Այսքանից են կողմ իրենք տեղ չեն գնացել, միշտ շփվել են իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց հետ։ Այդ մարդիկ են բծախնդիր, իրենք են քննադատում բոլորին, իրենք են իրենց շատ վերդասում ինչ որ մեկի հետևորդներ։ Հիմա ես այստեղ սուրճ եմ ուզում դնել ինձ ու հիմա տատիկին, ուզում եի դες ցույց տայի։ Գիտեք ինչքան եմ չարչարվել, որ սենց ինքը շերտ դառնա ու տակը այս սենց կարամելի նման զանգված լինի։ Նայեք, այսինքն հանում ենք ու տակը կարամելի նման ամնում զանգվածը, երեսը այդ ձվի բեզեի հատվածը։ Հարգելի հետևորդներ, անսահման համով անկեղծ փորձեք կտեսնեք, որ տեսնեք ամբողջական վիճակում գտնվողն է, նայեք տակի շարժ սենց գթալը մցնում ես հովեսով, դուրս է գալիս վերև։ Ուրեմն, ինչա թե ես Անդրանիկի հորաքրոջը մի քանի տարի առաջ ասել եմ, որ ես յասամաններ շատ եմ սիրում։ Սիրուն է, հələ հոտ քաշի։ Ամեն տարի պարտադիր պիտի բերի։ Քիչ առաջ զանգեց, խեղճքին է եկել, հասել էր, ինչ արեցի, տուն չմտա, որովհետև շատ շտապում էր պիտի գնար։ Բերել, հասցրել է իմ համար։ Այնքան ուրախացա, այնքան եմ սիրում, հարգել հետևորդներ, չէ, սրանք բայց երևի առանձին վազայի մեջ կդնեմ,
Սպասեք։ Յասամանը թող մնա սենց։ Աստված իմ, այս ինչ անուշաբույրը։ Ուսանողության տարիներում մեր կուրսում Ռոլանդ կար, ինքն էր արտաշատից հասցնում ստեղ մի անգամ էլ այդ յասամանները գողանալու ժամանակ քիչ էր մնացել բռնվեր։ Այս սրա մեջ էլ, այս փուճուրիկի մեջ էլ սա կդնենք, դարձան երկու ծաղիկներ։ Oh my god։ Լավ, ոնց կարելի է առհասարակ ծաղիկ չսիրել էլի։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, որ չեն սիրում ծաղիկներ։ Բայց ոնց կարելի է։ Անդրանիկը որոշեց այսպիսի համեղ բաներ պատվիրել եւ իր քրոջը պատիվ տալ, այսպես ասած, ես էլ շատ ուրախացա, որովհետեւ էլ չեմ տանջում ինչ-որ ուտելիք պատրաստեմ։ Մի խոսքով հիմա կբացենք այս համովությունները կդնեմ սեղանին, համ էլ կտեսնենք, թե ինչ կա ստեղ։ Սա Պիկասո է, հարգելի հետևորդներ, շատ համեղ է։ Նշեմ, որ սա գովազդ չի ուղղակի։ Սա էլ է Պիկասո։ Իսկ սա Մարիա։ Իտալական։ Այն երկուսն է, տակինն էլ է տենց։ Սա ուղղակի լոշիկներ է տակ-տակ պատվիրել տատիկի համար։ Սա Վահանի համար։ Ասենք Անդոյի առած կոլան էլի հարգելի հետևորդներ քուրն է գալիս։ Անդ տալով չկար էս կոլայից, տալս, հա? Կար տալ վրեն գրած։ Դա վազալի տակա, ոչինչ։